երկարտացինք, ծանոթացանք այն դեպքին, որը բոլորիս համար շատ կարևոր է։ Եվ հիմա ուզում եմ երկխոսությունը ներկայացնել, փորձենք ներկայացնել։ Երկխոսության համար մեզ պետք է վեհապարը, ով կլինի Արիգանիը շատ ակտիվ է, եւ մեր ամենայն հայոց բանաստեղծը, եւ ուզում եմ, որ Գայի կլինի ամենայն հայոց բանաստեղծը։ Իսկ սկիզբը որպես հեղինակի խոսք Ռուզաննան ներկայացնում, փորձենք ներկայացնել այնպես, ինչպես պատկերացնում եք։ Այնտեղ վեհապարն է, Թումանյանն է, իր ողջ լայն ու մեծ ոգով, եւ Ռուզաննան կներկայացնի սկիզբը։ Ամենայն հայոց բանաստեղծը 1915 թվականին մեծ եղերմից հետո Չմիասնի Մարտ տաճարի բակում հավաքվել են 10 հազարավոր գաղթականներ։ Թումանյանը վազում էր գետից գետ, վրանից վրան, խմբից խումբ, մի մեռնողից մի օրից շմեռնող, հայհոյում, շուտում, շոյում եւ զայրանում։ Մի օր էլ հանկարծ տեղատարակ անձրև սկսվեց եւ պետք է գաղթականներին տեղավորել փակ տարածքում։ Թումանյանը ստիպված եղավ բացել Գարափար Հայրապետի դռները նորականից եւ գաղթականները ներս ցեցին։ Մյուս անգամ չհամարձակվեք իմ կամքին հակառակ գնալ։ Ես ուզում եմ կհամարձակվեմ, ինձ ստիպող չի լինի չհամարձակվեմ, քանի որ գաղթականները ավելի կարևոր են, քան վեհարանը։ Դուք գիտեք, թե ում հետ եք խոսում եւ ում կարգադրությունն եք անտեսել։ Ես ամենայն հայոց վեհապարն եմ։ Իսկ դուք գիտեք, թե դուք ում հետ եք խոսում։ Ես էլ ամենայն հայոց բանաստեղծն եմ։ Ահա այսպես է ծնվել Թումանյանի հայտնի պատմությունը։ Եվ Թումանյանի դերը եւ վեհապարի դերը Դանիել Հրաշալին ներկայացվի եւ այս պահին ուզում եմ մի այլ աշխատանք կատարենք։ Ժամանակի մեքենայով գնում ենք դեպի 1915-ականները եւ երկու լրագրող պիտի հանդիպեն վեհապարին ու Թումանյանին եւ իրենց սրտից բխած խոսքեր, ինչ է դարձնում հարցում եք, օրինակ, դուք կարող եք ներկայացնել լրագրողներից մեկը, դու ես ուզում Անգելինա, խնդրեմ եւ հայ կարի, թող լինի հայը։ Ահա, հայ խապուստը մի հատ գեղեցիկ ներկնում ես, որ փոքր լրագրող լինես, եւ հիմա հանդիպել եք Թումանյանին ու վեհապարին։ Ռուզաննա, դու կարող ես տեսնել։ Ահա, լսում եմ, ձեր հարցերը տվեք։ Այսպես վարվեցիք, չէ՞ որ գաղթականների կյանքը ավելի կարևոր է, եւ եթե նրանք միայն անձրևի տակ թրջում են, ինչու եք ասում, որ չէ, չպետք է բացվի։ Ես հազարավոր տանջանքներ էի գործել այդ վեհապարի շենքերի սարքելու մեջ եւ վեհարանը կառուցելու գործընթացի մեջ եւ ես չէի ուզում որպեսզի դուք մտնեիք այդտեղ, որտեղ դա իմ համար սուրբ վայր է, ինձ համար սուրբ վայր է եւ այդտեղ որբերը եւ առավել եւս տարօրինակ մարդիկ իրավունք չունեն այդտեղ գտնվելու։ Դու որպես վեհապար այնպես կպատասխանեի դառնում, լավ, ապա բայց նրանք կողմին չէին, ուղղակի նրանից Մազապուր ախած ժողովուրդ է։ Ինձ համար դա սուրբ վայր է եւ ես չեմ ուզում, որպեսզի այնտեղ ուրիշ մարդկանց ոքի այնտեղ կանավակ, եթե նրանք կերպոտեին, անձրևից թրջված, մտնեին, մուտք գործեին վեհարանի շենքը եւ աղտոտեին այնտեղ։ Լավ, Դանիել, եթե դու այդպես ես կարծում, այդ պատասխանն ես տալիս, ոչինչ չունենք ասելու։ Ապա Թումանյանին ինչ ասում հայ ինչ ասում ասի։ Պարոն Թումանյան, դուք ինչու որոշեցիք ներս մտցնել որբերին այդ վեհարան։ Ինչ-որ պատճառ կար, թե դուք ուղղակի շատ բարեսիրտ էիք։
Հազարավոր գաղթականների փրկելը ավելի կարևոր է, քան վեհարանի անձեռն մխելիությունը, ինչի պատճառով ես ցանկացա, որ բոլորը այնտեղ մտնեն և չթրջվեն և չհիվանդանային։ Այսինքն դուք շատ բարեսիրտ եք այդ պատճառով նրանց ներս թողեցիք։ Ինձ համար տարբերություն չկա, թե ինչ տեսակի մարդ է նա, բարի թե չար։ Կարևորը նրանք չթրջվեին, ես բարեսիրտ եմ, ինձ համար։ Ջեցես, Գարիկ, հրաշալի պատասխան տվեցիր, և ուզում եմ դուք մեկնաբանել վեհափարի խոսքը։ Ինչ եք կարծում, վեհափարը ինքն է որոշում այդտեղ ով ոտք դնի, ինքն է այդ հնարավորությունը ստեղծողը կամ չստեղծողը, թե այլ պատճառ կա վեհարանի դռները չբացելու։ Կարին ինչ ես կարծում, որն էր այդ հիմնավոր պատճառը։ Ոչ կարող է այդպես չլինի, վեհապարը, եթե շատ պետք լինի, մենք բացենք, առանց նրան թույլատվություն։ Հասարակ ժողովուրդը կարող է բացել և մուտք գործել։ Եթե շատ պետք լինի, Ուրեմն վեհարանի դռները հնարավորություն չկա այդպես հեշտ ու հանգիստ բացելու։ Վեհարան մուտք են գործում հատուկ բարձրաստիճան հոգևորականներ, հատուկ թույլտվության արդյունքում և իսկապես վեհապարը ճիշտ է այդ օրհասական պահերին կարող է հնարավորություն տալ, որպեսզի որբերը ապաստանեին այնտեղ, բայց վեհարան դռները բաց լինել որպես այդպիսին շատ դժվար գործ է։ Դա հատուկ թույլտվություն է պետք։ Ապա իհարկե Ինչպես համարձակվեցիք բացել վեհարանի դռները, եթե վեհապարն ասել էր չի թույլատրվում, հետևանքների մասին չէիք մտածում։ Ինձ ընդհանրապես կարևոր չէ հետևանքները, ինձ համար կարևոր են որբերը, եթե նրանք փրկված են, ուրեմն ամբողջ հայ ազգն է փրկված, ես չէի ցանկանա, որ ինչ-որ մեկը իմ դիմաց արգելք դներ և չթողեր վեհարանի դռները բացեի, չէ՞ որ նրանք թրջվելու են և հիվանդանային։ Կեց ես, Գարիկ, դու իսկապես ամենայն հայոց բանաստեղծի տիպիկ կերպարը ներկայացրի, հրաշալի է, ապրեք, նստեք։ Եվ ի վերջո Թումանյանը մեր բոլորի աչքին էլ ավելի բարձրացավ, չէ, և իսկապես նա դարձավ մեր նոր կերտության արարածը։ Եվ իսկապես Թումանյանը համամարտկային սեր վայելով այն գրողն էր, ով ամենայն հայոց բանաստեղծ կոչվելու բոլոր իրավունքներ ուներ։ Դուք այդպես կարծում եք, թե ոչ, այդպես եք կարծում։ Այո, իսկապես դա այդպես է։ Այժմ ուսուցանող տետրերն ենք բացում։ Ուսուցանող տետրերն ենք բացում և գրում ենք լեզվականությունը ԶՏՑ-ի ուղղություններ։ Ճիշտ է։ Բառային թելադրություն, փոքր թելադրություն են գրում ներմուշտական թելադրություններից, բառային թելադրություն, արագ, մի քանի րոպե է մեզ ընդամենը վերցնելու աշխատանքը կատարելու, անպայման ձեզ մոտ ունենում եք կարմիր գրիչներ, ուղիղ նստենք, բոլորս գեղեցիկ ուղիղ։ ԶՏՑ-ի ուղղության հետ կապված մի քանի բառ են թելադրելու ուշադիր գրում ենք։ Սկսում ենք մեծատառով ստորակետներով, անջատելով վերջում վերջակետ։ Գրեցինք ացակույտ, թախծամրմունջ, արմատը թախիցն է ուշադիր ելեք, թախծամրմունջ, բացրադիր, բացրադիր, խոտ հունձ, խոտը հնձելը, խոտ հունձ, ինչպիսի բարով կարող է ասել, խոտ, գեցեք,
ապա գծուց բացատրությունով է ասում, ինչ է նշանակում գծուց, Գարիկ ասել, Այն մարդը, որը ամեն ինչի մեջ մտնում է։ այսինքն ժոլատ, այո, չափից շատ ժոլատ, կազմությամբ պարզ բառ է։ Հաջորդը գրեցինք ընթացք, մրցանակ, նուր ենք աշխատում, մրցանակ, բարի արմանով կարող ասել, մուրց, ապա գրեցինք մղձավանջ, հինավուրց, հնավուն, դինորերի, հինավուրց, ձեր բոլորի սիրելի ձվածեղ, ապա ձվածեղ, ձվի ձեր ունեցող, ձվածեղ, ձվածեղը շատ համով կլինի, ուրցով թեի հետ, ուրց են դնում ենք, ուրց, և ոսկեզոտ, ահա, հիմա շատ արագ, յուրաքանչյուրը ձեր ընկերոջ հետ, ձեր կողքի նստող ընկերոջ հետ, փոխանակում ենք տետրերը, առանց աղմուկի, փոխանակում ենք տետրերը, ուղումներն անում ենք կարմիր գրիչով, լուսանցքում գրում ենք, թե քանի սխալ է արել, թիվը նշում ենք, լուսանցքում շատ արագ, վերջ, ստուգում ենք, հիմա ինչ ենք անում, նորից փոխանակում ենք տետրերը, ես կարում յուրաքանչյուրը դիմավորեցնում եք ձեր տետրերը, գուցե ձեր ընկերը սխալ է ստուգել, մենք պիտի նորից ուղղենք, ացակուց ձ, Հացամրմունջ, ջ, բացադիր, ձ, խոթունց, ձ, գծուց, երկուսն են ձ, ընթացք, ց, մցանակ, ց, մղձավանջ, ջ, հինավուրց, ց, ձվածեղ, ց, ձվածեղ, ձ, ուրց, ց, ոսկեզոտ, ց։ Ստուգեցի՞ք։ Հիմա տեսնենք,
Երեք եւ ավել սխալներ, ովքեր եք կատարել։ Երեք եւ ավել, երեք եւ ավել, կարևոր բառերում ես թերացել, արձակուրդ, ձվածեք, այո, դու արել թաղծա, մնունջ եւ ոսկեզոծ, ահա, Էրիկը ձվածեք, հաստորեն ամենաշատը 3 սխալ էիք կատարել, 3 եւ ավել սխալ կատարած աշակերտները բարձրաձայնեցին եւ հետեւություն գրեթե բոլորիդ մոտ նույն սխալներն էր։ Հիանուց բառը, ձվածեղ բառը դուր զարմանալիորեն սխալ եք գրել եւ այլ գործարների թաղծա մնունջ, ուրեմն հինավուց, ապա տեսնենք գրել եք ձեով, որտեղ եւ սխալ եք։ Հին արմատներին եք նայում ուշադիր, հին, ահուր եւ ց։ Արմատները հինն է, ահուրը գրաքարյան օր բառն է, որը ենթարկվել է ց հոլովման։ 7-րդ դասարանում հոլովումներին կանդրադառնալ։ Հաջորդը ձվածեղ բառը ձու բառն է։ Ես համոզված եմ, որ դուք ձվածեղ եք գրել, այդպես եք արտաբերում եք, ահա, ձու բառն է, ածը, դերբարական վերջավորությունը և եղած բառն է, ձվից եղած, ձվից է չէ ստեղծում, ձվածեղը, ձվից եղած, և հաջորդ բառը, թաղծամրմունջ բառն է, որը վարկադիր պիտի գրենք խյով թախից արմատն է, թաղծամրմունջ։ Իսկ ովքեր են, որ ընդհանրապես սխալ չեն կատարել։ Կեցեք դուք, շատ լավ է, որ որևէտեղ չեք սխալել։ Ի վերջո, ամփոփելով այսօրվա դասը, ապա տեսնենք, թե ինչ ենք տանում մենք մեզ հետ։ Գայանի կոմպայուսապը, եթե կարելի ես վերցնեմ, սա մեր ուսապարկն է, այսօրվա գիտելիք տանող ուսապարկը, և այս ուսապարկի մեջ դուք հիմա պիտի լցնեք այն գիտելիքները, որոնք այս դասից տարաք, ինչ եք տանում ձեզ հետ։ Ապա տեսնենք, լցնում ենք ուսապարկը, Ալեքս ինչ ես տանում քեզ հետ։ Այս դասից մենք տանում ենք Հովհաննես Թումանյանի նման բարեսիրտ լինելը։ Բարեսիրտ լինելը, կեցես, Կարեն, Հովհաննես Թումանյանի հայրենասիրությունը։ հայրենասիրությունը, Սամվել ինչ սովորեցիք։ Մենք այս դասից տանում ենք Հովհաննես Թումանյանի անկեղծությունը և ազնվությունը։ Ազնվություն սովորեցի, այո, Անգելինա դու ինչ կտանես։ Ես ուսապարկիս մեջ տանում եմ Հովհաննես Թումանյանի պատվարման ամենայն հայոց բանաստեղծի բացատրությունը։ Կեցես դու, Գայանե դու ինչ ես տանում։ Ես իմ ուսապարկի մեջ տանում եմ Հովհաննես Թումանյանի բարեսրտությունը երեխաների հանդեպ։ Շատ լավ է, Յուրի, ապա տեսնենք։ Ուսապարկի մեջ տանում եմ, որ մարդը պիտի լինի անվոմակցող։ Կեցես դու, Արարատ դու ինչ ես տանում։ Ես ուսապարկից մեջ տանում եմ, որ ինչքան մարդը պետք է լինի հոգատար։ Շատ ապրես, Ժորա դու։ Ես իմ ուսապարկից մեջ տանում եմ Հովհաննես Թումանյանի նման համարձակումներ։ Համարձակ լինել ես սովորել, կեցես, Արտավազ։ Ես այս դասից ուսապարկից մեջ տանում եմ Հովհաննես Թումանյանի մասին շատ տեղեկություններ։ Կեցես, և նար է դու էլ, ասա և անձը։ Ես այսօր իմ պայսակի մեջ կտանեմ Հովհաննես Թումանյանի բարություն ու սրբություն և ցանկանում եմ բոլոր մարդիկ օրերատ իր փոքրիկ խղճահարությունից, որպեսզի նույնած Մի փոքր խղճահարություն ունենան, թե չէ Թումանյանը խղճահարության տեսանկյունից շատ մեծ խղճահարություն դրսևորեցնալ և լեզվական նյութի հետ կապված, ինչ սովորեցիք նյութից, ուղղագրական սխալների հետ կապված, ինչ տարավ ձեզ ուսապարկները։ Իմացաք, որ ձվածեղը միայն համեղուտել չի սիրում, նաև ճիշտ գրել է սիրում։ Ձվածեղը, ձվից եղած և պատկից պիտի գրվի ձվածեղ։
Իմացաք, որ հինավուրց բառը նույն օր բառն է հին, օր և ցողոլման ենթարկվող։ Գրվում է ինչպես։ Այո։ Ամփոփելով Թումանյանն այսօր ապրում է յուրաքանչյուրիս մեջ։ Թումանյանը համեմատկային սեր վայրերով մեր ամենայն հայոց բանաստեղծն է, որ հայ ժողովուրդը միշտ ունենա Թումանյան մեջ և հայ ժողովրդի ճակատագիրը համոզված եղել, որ շատ ու շատ ավելի լավը կլինի, որովհետև Թումանյանի նման մեծանուն մարդիկ, Թումանյանի նման մեծասիրտ մարդիկ մեր ժողովրդին միշտ են պետք։ Ես կարծում եմ ձեր մեջ ևս իրանման մարդասերներ են մեծանում և դուք ևս վաղվա Թումանյաններ եք լինելու։ Ճիշտ եմ չեք ասում։ Այո։ Լավ։